Սևանի արդեն նախկին պոլիկլինիկայի տարածքում հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցումը ոգևորել է ինչպես բուժաշխատողներին, այնպես էլ բնակիչներին։ Ճանապարհի հեռավորության տեսակետից հիվանդների համար ավելի հարմար կլինի եւ հաշվի առնելով, որ նոր շենքում կլինեն նոր սարքավորումներ, նույնպես հիվանդների հետազոտվելու եւ բուժվելու հնարավորությունները կավելանան եւ իհարկե մեր հնարավորությունները ուրախ ենք, որ ազգաբնակության շատ դա օգտակար է, որովհետեւ դժվար էր այնտեղ հիվանդների համար հաճախելը եւ հղիների համար ամենակարևորը։ Հիմա ազգաբնակությանն էլ է շատ լավ, մեզ էլ է լավ, որ բոլոր ազնագազմը բժշկական կմիավորվի բնակիչները հասնելով մեծ հիվանդանոց, դա կապված է եւ ծախսերի հետ, եւ հեռավորությունն է, իսկ Սևանի կենտրոնում որ լինի այդ հիվանդանոցը բնակիչների համար շատ լավ կլինի։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի եւ Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի հունվարի 26-ի որոշումների արդյունքում Սևանի հիվանդանոց եւ Սևանի պոլիկլինիկա փակbaşնատիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են, ստեղծելով Սևանի բժշկական կենտրոն փակbaşնատիրական ընկերությունը։ Սևանի բժշկական կենտրոնում կտեղակայվեն բժշկական կենտրոնի հիվանդանոցային բոլոր ծառայությունները։ Նախատեսված է 32 մահճակալ ցերեկային ստացիոնար բուժման սրահով։ Բժշկական կենտրոնում կգործեն պոլիկլինիկական նեղ մասնագիտական եւ ախտորոշիչ ծառայություններ, վիրաբուժական, թերապևտիկ եւ մանկական, ինֆեկցիոն ծառայություն թերապևտիկ բաժանմունքի կազմում, մանկաբարձագինեկոլոգիական, ինտենսիվ թերապիայի եւ շտապօգնության բաժանմունքներ։ Որպեսզի մենք ունենանք բարձրակարգ սպասարկում եւ բոլոր ապարատուրաները կլինեն բարձր, որ բժիշկները սպասարկում ավելի բարելաված վիճակում կլինի։ Կխնդրեմ կառավարությանը, որ այդ կառուցված հիվանդանոցը ունենա լավ սարքավորումներ, որպեսզի մեր բնակիչները չգնան հասնեն Երևան մի փոքր ուսումնասիրության համար կամ մեծ ուսումնասիրության ունենան այդ սարքավորումները եւ ինձ թվում է ոչ թե միայն ես, այլ Սևանի ամբողջ ազգաբնակչությունը ուրախ կլինի դրա համար։ Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները կսկսվեն շինարարի ընտրությունից հետո։ Ֆինանսավորումն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով։ Նոր բժշկական կենտրոնի նախագծման եւ կառուցման գործում ներգրավված է Գեղարքունիքի մարզպետարանը։ Գնահատման փուլը եւ նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շենքի շինարարությունը կտևի 2 տարի։ 2019 թվականին Սևան քաղաքում շահագործման կհանձնվի ժամանակակից շենքային պայմաններով եւ բժշկական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում Սևանի նոր բժշկական կենտրոնի համար կկառուցվի նաև դիարանի նոր շենք։ Սևան քաղաքում այս տարի իրականացվելու են բազում ծրագրեր, որոնք կֆինանսավորվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, դոնոր կազմակերպություններից եւ իհարկե Սևանի տեղական բյուջեից։ Առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին մանրամասնեց Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը։ Հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ 2012 թվականին, երբ որ ես ընտրեցի քաղաքապետ, 2013 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության նախագահին ուղարկեցի Սևան համայնքի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնք թվական ծավալով, ասենք առումով 6 միլիարդ դրամ էին կազմում։ Նույնիսկ այս թվերի վրա ստեցին որոշ մարդիկ կասկածամտոր են վերաբերվել, նույնիսկ ինձ դիտողություն անել, թե այդքան գումար միանգամից ոնց եք դուք ուզում, մենք միանգամից չենք ուզել։ Ուղղակի ներկայացել ենք մեր հիմնախնդիրները, որի նաև ֆինանսական արժեքն ենք ներկայացել։ Այդ 6 միլիարդի մեջ ընդգրկված է նաև առողջապահության բնագավառը։ Իսկ եթե ուզում եք իրականությունը իմանալ հիվանդանոցի, այո, հիվանդանոցի հացը շուտվանից է դրված, որ Սևան քաղաքում պետք է կառուցել դեռևս 2010 թվականին 70 տեղանոց հիվանդանոց, ես նույն տեղում, բայց չգիտեմ ինչ հանգամանքներում, երբ որ Քուշկանն էր դեռևս առողջապահության նախարար, որոշեցին, որ ընդհակառակը պոլիկլինիկան տեղափոխեն հիվանդանոց, Իմիկո հիվանդանոցի տեղ եւ այնտեղ վերակառուցում իրականան պոլիկլինիկան օտարեն։ Արդեն սկսվել էր այդ գործընթացը, մի քանի ծառայություններ պոլիկլինիկայից գնացել էր դեպի հիվանդանոց։ Ես որպես Սևանի քաղաքացի հանդիպել եմ պարոն Քուշկյանի հետ, խնդիրը քննարկել ենք, այդ մարդուն թյուրիմացան մեջ էին գցել։ Թյուրիմացան մեջ էին գցել ինչի համար, 2 հողագտորներ սեփականաշնորհված էր, որպեսզի սեփականաշնորհված հողագտորները
տիրապետ են, ուրիշ ոչ մի նպատակ չի հետապնդել։ Եվ արդեն կար մարդ, ով պետք է առներ պոլիկլինիկայի մասնաշենքը։ Ես ինչ որ ասում եմ, ինքը Սևանցի է, այս հաղորդումը լսելուց հետո կհասկանա ում մասին է խոսակցությունը։ Ինքը ներկա է եղել իմ եւ Քուշկան Արտյոմի խոսակցությանը։ Քուշկան ինձ խոստացավ, որ հետ կվերադառնա այդ խնդրին նորից կանդրադառնա։ Իրականում նա եղել է պոլիկլինիկայում, այդ պոլիկլինիկայի աշխատողները կվստահեցնեն ձեզ, քննարկել են խնդիրը, համոզվել է, հաջորդ օրը ինձ զանգարեց, ասեց, որ դու ճիշտ էիր, Թարխանյան Անահիտը կգա քեզ մոտ կզրուցեք, ճարտարապետը այս պոլիկլինիկայի Թարխանյան Անահիտն է։ Մենք զրուցել ենք, որ նախքին տեսքին բերի, որ ճարտարապետական տեսքը չկորի։ Պոլիկլինիկան դրանով արդեն մենք կարողացանք փրկել այդ ձեր ասած ոնց դուք ասում եք, որ ազգաբնակությունը դեպի չգնա Հիվանդանոցը քաղաքում սպասարկվի։ Միայն որ թիվը իմանանք, ասենք պոլիկլինիկան այսօրվա վիճակով անցյալ տարի սպասարկել է 90,000 մարդ։ Պատկասում եք թիվն ինչ է դա։ Այդքան մարդ պետք է գնար են հիվանդանոց հետ գար։ Հիմա հարցը առաջացավ արդեն հիվանդանոցի կառուցմանը։ Այս ծրագրով մենք որ ներկայացել ենք, Հայաստանի Հանրապետության նախագահան ծրագիրը ուղարկեց համապատասխան շահագրգիռ նախարարությունների քննարկմանը։ Բոլոր նախարարությունները քննարկեցին եւ մեկ-մեկ պատասխաններ ուղարկեցին դեպի նախագահական, երբ են ուզում ասեն կառուցապատության բնակավարի բարձրացած հարցերը Սևան քաղաքում լուծել, երբ են ուզում տրանսպորտի հարցերը լուծել, երբ են ուզում կրթության բնակավարի տարբեր բնակավարներ լուծել։ Այնուհետև Հանրապետության նախագահի կողմից տրվեց անձնարարական Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իդեմս Հայաստանի Հանրապետության վարչապետ այսօրվա արդեն վարչապետ Հովիկ Աբրամյանին Պնդրդուկի մեջ ընկան, որտեղից գտնել են ֆինանսական միջոցները։ Ֆինանսական միջոցները գտնվեցին համաշխարհային բանկի տրամադրված ֆինանսական միջոցներից տնտեսած գումարներ, որը որ կառուցապատումն արել տնտեսած գումարների հաշվին, շեշտադրում արվեց Սևան քաղաքի հիվանդանոցի։ Վարչապետը երբ որ անցյալ տարի եկավ մեր մոտ քաղաք, այստեղ նույն մեր կաբինետում հայտարարեց, մարդը գիտես ինչ դժվարությամբ, ասի գիտեմ ինչ դժվարությամբ։ Դրանից հետո Համաշխարհային բանկը պարտադիր պայման դրեց պոլիկլինիկայի հիվանդանոց պետք է միասնականներ նոր ֆինանսավորի։ Մի քանի ամիս ձգձգվեց մարզպետարանի կողմից այդ վարձը։ Ստիպված դիմել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Երիցյանին եւ Իսախանյանին տեղակալին։ Նրանց միջամտության շնորհիվ դուրս եկել կառավարության որոշում, միավորումը գնացել է։ Հակառակ դեպքում ավելի շուտ էր սկսվել այս շինարարությունը։ Հիմա փառք Աստծո, բոլոր կնճիռները լուծված են, ոչ մեկը թող դափիներ չկախի, ով արել, ով չի արել, սևանցիները մասնակցություն ունեցել են, թե չեն ունեցել։ Մեծ շնորհակալություն եմ այդում Սևանի ազգաբնակության անունից, Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ տարածքային կառավարման նախարար պարոն Երիցյանին։ Եթե երեքի համագործակցությունը չլներ, հիվանդանոցը այժմ չեն մտի շինարարության մեջ։ Բավականին լուրջ նախագիծ է, ես շնորհավորում եմ նաեւ սևանցիներին, մենք 2 տարի հետո կունենանք առողջապահական բլոկ ամբողջովին, որտեղ արդեն ես էլ մի ժամանակ չէի ընկալում ինչ են ասում, ինձ ասում են մանկական պոլիկլինիկա, ես անդադ ուզում եմ մանկական պոլիկլինիկա։ Բանից պատմում որ մանկական պոլիկլինիկա հասկացողություն այլևս առողջապահության կառուցվածքում չկա։ Հենց կա ընտանեկան բժիշկ հասկացողություն, ընտանեկան բժիշկը սպասարկման նաեւ փոքրերին։ Հիմա շատ լավ է, այս ամսին ապրիլին մրցույթը կկայանա, 10 օր որակյալ մասնակից շահի, հա, եւ մենք ունենանք առողջապահական լուրջ կազմակերպություն։ Սովորաբար ասենք առողջապահական հիմնարկ ունենալ դա միայն շենքային պայմանները չի եւ ոչ թե տեխնիկական հագեցվածությունն է։ Մենք Սևանում որ ունեցել ենք առողջապահություն, մենք պետք է երախտապար տնենք սևանցիներս, առաջին մենք Կամոն Նիկոլայիչ ունեինք, գլխավոր բժիշկ, որը ձևավորեց նորմալ առողջապահական համակարգ։ Դրանից հետո մենք ունեցել ենք գլխավոր բժիշկ Խաչատրյան Ալիք, շատ լավ նորմալ մարդ աշխատեց, Հակոբյան Էձիկ, երջանկայի շատակ։ Այս մարդիկ են որ ձևավորել են առողջապահության բնակավար։ Այնուհետև այս ամեն ինչը փոխանցել են արդեն մեր տեղացի բժիշկին Գուլյան Միշային, որը որ ամբողջական համակարգը բերեցի մի եւ երկար տարիներ ղեկավարեց։ Այնպես որ սևանցիները կողջունեն, ասենք, հիմա մրցույթ են հայտարարելու։ Դա աստված արժանի նախտ է։ Մարդ, որը որ կարող է իրականում դպրոց ստեղծել, այն դպրոցը, որ մենք Սևանում ունեցել ենք։ Սևանցում մեղադրել տեղանիզմի մեջ, դա առնվազն անպատասխանատու վերաբերմունք է, վիավորանք է Սևանցու նկատմամբ։ Ես բոլոր իզմերին դեմ եմ, բոլոր իզմերին, այդ նաև իդիոտիզմին եմ դեմ։ Չի կարելի ասենք վիավորել առանց հասկանալու ինչ են ասում։ Նորից եմ կրկնում, ես որպես քաղաքապետ Սևանի հիվանդանոցը հիմնականում կառուցվել 90% սպասարկվել է Սևան քաղաքացուն, Սևան քաղաքի։ Մնացածը նոր մեր շրջանի ազգաբնակցությունն է, ճյուղերի նկատի ունեմ։ Ես ինքը շահագրգռված եմ, որ նորմալ ղեկավարում ունի եւ նորմալ բժիշկներ մենք ունենանք։
Այսօր սևանցիները շատ լավ հիշում են, մենք տեղացի բժիշկների մասին չենք խոսում, մենք խոսացինք Միքայելյան Գարիկ, տեղացի չէ, Կիրկոկորդի բժիշկը մեր, արտակարգ բժիշկ մինչև այսօր սևանցիները ճանաչում են այդ մարդուն։ Դա բոլոր բժիշկներին նա թվարկել, Թաթոյան Ռազմիկինն ո՞նց կարող ենք ասել, Ստեփանավանից մարդ եկել է տեղում բժիշկ է դառել։ Մեր 90% բժիշկները այսօրվա գլխավոր բժիշկը սևանցի չի։ Շատ մեծ ընդհանրակը ղեկավարությունը Սևանի դեռևս այն կոմունիստական հասարակակի ժամանակ շատ ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել բժիշկների նկատմամբ, որպեսզի կայանան մարդիկ։ Բնական է դա։ Ես շատ կուզենայի, որ նորից մենք կարողանանք ունենալ այդ համակարգը։ Բացի առողջապահությունը, մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որը որ նախանշված է եղել իմ ներկայացված հիմնախնդիրների մեջ, որոնք արդեն իրագործան փուլ են մտել։ Դա մեր մշակույթի պալատն է։ Այսօր բյուջեով արդեն նախատեսվել է, արդեն մրցույթը կայացել է, նախագծողները արդեն կան, սկսել են աշխատել ու նախագծումից հետո կգնա արդեն շինարարական մրցույթը։ Մեր Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, ավագ դպրոց հասկացողությունը։ Տարբեր մարդիկ մտել են, խոսումներ են տվել, այս կն։ Ես շնորհակալ եմ, որ այսօր նորից Հանրապետության նախագահի եւ վարչապետի, նորից վարչապետը շեշտադրում արեց, որ այդ դպրոցը հատուկ իր հազարությամբ որ մտել է։ Կամ որ սա է նույնպես ասենք 17 դպրոցը, որից 12-ն է իրական ֆինանսավորման մեջ մտած։ Այն 5-ը ոնց որ կողքից մտցել են, որ կանան բանակցությունին մտավ, այդ 5-ն էլ մտավ։ Շնորհակալություն չհատեն մարդկանց սխալ կլինի, կամ որ մեծ ծրագիր իրականացում։ Ես բազմաթիվ անգամ շեշտադրում եմ արել, հիմա այլ եմ ուզում ասեմ։ Ավագ դպրոցի վերանորոգումից հետո մենք լուծում ենք 3 հարց։ Եվ դպրոցն ունենում հարմարավետ պայմաններ, եւ ավելացված մակերեսների հաշվին մենք կարողանում ենք տեղափոխել Գեղարվեստի դպրոցի վերաշտական դպրոցը, մի անգամ այդ հարցերը փակվում է, որը մեր հիմնախնդիրի մեջ նշված է։ Մենք ունենք, ասենք, լուրջ խնդիր նաեւ մանկապարտեզների հետ։ Շնորհակալություն նախկին քաղաքապետին, որը որ կարողացել է 3 մանկապարտեզ վերանորոգել։ Բավականին լավ վիճակում են գտնում այդ մանկապարտեզը։ Հիմա մենք ունենում ենք 4-րդ արդեն վերանորոգված, կահավորված մանկապարտեզ։ Արդեն նախագծման աշխատանքները ավարտվում են։ Այս ամսին գայտարվի մրցույթը, ապրիլ ամսին կտրվի նորից շինարար, մենք այս գործունեություն կիրականացնենք, նորմալ կիրականացնենք։ Մենք հիմա ունեինք, հիշում եք, նախընտրական իմ քարոզարշավի ժամանակ միշտ ասում էի սպորտ հրապարակներ։ Երկուսը մենք 3-ը ներողություն կառուցել ենք, հիմա 4-րդը մենք կառուցում ենք պրոֆեսիոնալ մարզահրապարակ ֆուտբոլի խաղադաշտը։ Ապրիլի վերջից սկսվի շինարարական աշխատանքները։ Շուրախանալ դրանով։ Հիմա շնորհակալ չլնել, ասենք այսօր Ռուբեն Արաբեցյանին սխալ կրնի։ Ես սրա ապագան տեսնում նաև զարգացումը։ Մենք հիմա բանակցությունների մեջ ենք, գիշերօթիկ դպրոցի տարածքը գիտեք, Սևանցի Հայկը, որը որ գնել է, քաղաքին գործեր արել։ Հիմա երևի մենք համապատասխանենք իրար հետ, որպեսզի կարողանանք համագործակցենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Հայկի եւ դա էլ ստեղծենք ֆուտբոլի ակադեմիա հասկացողությունը։ Կարողանան արդեն դա նորմալ ունենանք խաղադաշտեր, ասենք այն թաղամասներ կունենա, ամեն ինչ նորմալ կլինի։ Ամենակարևոր խնդիրներից մեկն է նաև այսօրվա վիճակում մեր մոտ ճանապարհաշինության խնդիրը։ Հիմա աշխատանքներ են տարում, արդեն իմ մոտ են եղել նախագծողներ, երևի ապրիլի 5-ին 10-ին կլինեն Ցամաքաբեդ, Գոմաձոր, Սևան հատվածի նախագծման, որը 910 միլիոն է, ոչ ավել ոչ պակաս։ Եթե մենք կարողանանք այս տարի դա մտցնենք շինարարության մեջ, արդեն մրցույթ արտարենք, բավականին հաջող մեկնարկած կլինենք։ Հիմա բազմաթիվ երկար տարիներ դուք եք ներկա եղել, Սևան քաղաքի հասարակությունը հարց է բարձրացել, մենք ունենանք անցում Սևան-Երևան մայրուղից դեպի Լիճ գնացող։ Հիշում եք, նախկին վարչապետը հանդիպման ժամանակ խոստացավ, չիրականացվեց։ Հիմա ես ունեմ սևանցիներին ասեմ, շնորհավորում եմ, արդեն այսօր կառավարության նիստով ծրագիրը հաստատվում է։ Երևի մինչև ամսի 5-ը մրցույթը կայտարարվի, մենք այս տարվա մինչև վերջ կունենանք արդեն այդ անցումը նույնպես։ Այդ բազմապիսի ծրագրեր կան, որ մենք անդադար տանում ենք առաջ։ Հիմա մեր բարերարներից մեկը, որ եկեղեցին կառուցեց, առաջին շնորհակալություն, որ այդ մարտական ներդրումից եկեղեցին ունեցանք։ Դա նույնպես մեր նախընտրական խոստումներից մեկն էր։ Եվ դուք ինքներդ համոզվեցիք, որ այդ թաղամասում միանգամից ուղղակի շեշտակի մի քանի ամսվա ընթացքում փոխվեց պատկերը։ Այդ բարոյականական մթնոլորտ անդադար որ շեշտադրումն անում ենք, հիմա համեմատեք, ասենք, անցյալ տարվա այդ թաղամասի կարգավիճակը այս տարվա։ Բացարձակ ուրիշ մարդիկ են, ժպիտ կա մարդկանց դեմքին։ Մարդիկ եւ ընդհանրապես ես օրինակ ինքս կասկածում եմ Սևանցին այդ հոգեվոր դպրոցը, այդ հոգեվոր դասերակցությունը կտիրապետի կսարքի սեփական, թե կմնա քարից մի կառույց, բայց ես հիմա տեսնում եմ, ասենք շատ նորմալ մարդիկ հաղորդակցում են եւ այդ ամեն ինչը ոգեվորում է ինձ։ Նույն Հովանավորը արդեն հիմա շատ մենք ծավալաթերթ ուղարկել ենք շրջանային նախկին մշակույթի պալատի վերանորոգման համար։ Բացի դրանից ես անցյալ շաբաթ հանդիպում ունեցել վեհապարի հետ։
Վեհապար ինձ խոստացել է, եթե հանկարծ ինչ-որ մի բան պակաս այդ հովանավորի կողմից արի, ինքը կլրացնի, քան որ կա համապատասխան մարդ, որը պատրաստ է այսօր Սևանի համար $400,000 ներդրում կատարել մշակույթի պալատում։ Մենք ունենք նաև ուրիշ ծրագրեր, որոնք արդեն տեղական մեր ուժերով պետք է անենք։ Անցյալ տարի հիշում եք, Սայաթնովա փողոց ամբողջովին մենք վերականգնեցինք։ Հիմա մենք Սայաթնովա փողոցը պետք է ամբողջական տեսքի բերենք։ Արտաքին լուսավորության ցանց, կանաչապատում, հա, որպեսզի մարդիկ ունենան մի փողոց կոնկրետ Սևանում, որտեղ ասենք, ես տեսել եմ երիտասարդների նորմալ զբոսանքի վայրը, ուրեմն պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ ծառայեցնելու ժողովրդին։ Այս մենք ունենք մոտավորապես 9 միլիոն դրամի միայն կանաչապատման աշխատանքներ։ Սայաթնովա փողոցում եւ քաղաքային նախկես փոքր զբոսայգի, որ մենք ունենք Մարզադաշտի կողքի։ Դա մենք արդեն ապրիլի վերջից կսկսենք։ Դա մտածապլանի մեջ ազգային պարկի 9 միլիոն ներդրում անելու իր ծրագրով, մենք էլ մեր ասով անելու ենք արտաքին լուսավորության ցած բարեկարգում եւ մնացած շարունակությունները։ Սրանք խնդիրներ են, որ մենք աշնանական ուզում ենք լուծում տանք։ Այս ծրագրում նշված է նաև 120 միլիոն դրամ էր պահանջում մեր ներքին ջրահեռացման ցանցի վերականգնողական աշխատանքներ։ Դուք ինքներդ Սևանցի եք, տեսել եք ինչ վիճակ է Սևանում։ Բացի դա արդեն երբ որ Նայիրյան փողոցի վերականգնողական աշխատանքները գնաց, լրիվ համոզվեցիք, որ ներքին ջրահեռացման ցանց չի գործել։ Մեզ մնացել է ընդամենը 2 հատվածի վերանորոգում, որ հիմա սպասում ենք եղանակի նորմալանա, 1 միկրոթաղամասից դուրս եկող եւ մեկ էլ էներգետիկների փողոցից դեպի բան գնացող, Ռազնագետ գնացող։ Ու մի անցախնդիր ունենք եւ ամբողջական ցանցը կվերականգնենք։ Սա ասենց մենք ասում ենք, բայց ասենք պատկերացրեք, որպեսզի լավ պատկերացնենք, սրա արժեքը կազմում 120 միլիոն դրամ, որը կա ծրագրում։ Մենք մեր ուժերով կարողացանք անել այդ ամեն ինչը վերջացնել։ Դուք ինքներդ տեսակ ասենք նոր գեղարվեստի դպրոցը, մշակույթի պալատի տարածքի բարեկարգումը, Շինարարների փողոցի բարեկարգումը, չեմ ուզում շեշտադրել, բավականին շատ ենք մեր ծրագրերը։ Այս տարի նույնպես մենք ծրագրում ենք անել նաեւ Սարգիս Սևանձի փողոցի վերանորոգման աշխատանքները, Չարենցի փողոցի, որը շատ վատ վիճակում է վերանորոգման աշխատանքները, Միասնիկյան փողոցի եւ Աբովյան փողոցի։ Եթե մենք կարողանանք այս 4 ծրագիրը իրականացնենք գումարած ցամաքապետ գոմածոր, ես կարծում եմ, որ Սևան քաղաքի ասֆալտապատման աշխատանքների 80%-ի խնդիրը կարող ենք լուծել։ Շնորհակալություն Պարոն այսպես ընդհանուր մենք ոնց որ թե անդրադարձանք, հիվանդանոցի հետ կապված բազմաթիվ խոսակցություններ էին պատտվում, ինչ անգամ լրատվամիջոցները անդրադարձան տնօրենի նշանակման հետ կապված, քաղաքապետի միջամտության հետ կապված։ Դրա մասին կխնդրեի ձեր գնահատականությունը։ Եթե իրականությունը ուզում եք իմանալ, հիվանդանոցի տնօրենի նշանակման խնդիրը մարզպետի ֆունկցիա է իր նշանակման, բայց կա բարոյական նորմեր եւ կա նաեւ ասել ղեկավարման տարբեր ձևեր, նաեւ ոնց է ղեկավարը։ Օրինակ ես աշխատել եմ մարզպետի պաշտոնում, ես գիտեմ դա ինչ է նշանակում։ Ես երբեք պոլիկլինիկայի վարիչ կամ գլխավոր բժիշկ չեմ նշանակի առանց համակի ղեկավարի հետ խորհրդակցելու։ Ինչի համար։ Կամ որ տվյալ ազգաբնակությունը բացի ամեն ինչից տվյալ համակի բնակիչն է։ Ամեն օր այդ բողոքները գալիս համակի ղեկավարի մոտ։ Հիմա հարկ չեն համարել մեզ այդ խորհրդակցությունը, իրանց խնդիրն է, չեմ էլ միջամտելու ընդհանրապես, բայց երբեք դուք չեք տեսի, որ Ղուկասյանը նշանակված գլխավոր բժշկի կողքը չի կանգնելու։ Ղուկասյան, նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմաթիվ խոսակցություններ եղան ձեր ընտրության հետ կապված, ինչպես նաև այս տարիների ընթացքում երևի թե սևանցիները ինչ կատարվեց ականատես եղան։ Ու այսօր էլ ականատես են լինում 2016 թվականի թվով, այսօր ես մտաբերում եմ 11 անուն ծրագրերի։ Եվ դրանք իրականություն կդառնան տա Աստված առաջիկայում սրա հետ կապված ինչ կասեք ձեր աշխատանքի բնույթի հետ կապված։ Ուրեմն ես ասեմ, ասենք քաղաքապետի աշխատանքը շարունակական աշխատանք է։ Չկա այդպես բան, ասենք քաղաքը հենց ինքը գործող օրգանիզմ է։ Իր ենթակառուցվածքներով, իր կառույցներով, իր մնացած ծառայություններով։ Անընդհատ աշխատանք պետք է տարվի։ Ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում մի քանի տարվա ընթացքում չեմ ասում մենք ունենանք Մոնտե Կառլո, բայց կունենանք նախին Սևանը, հաստատ համոզված եմ դրանում։ Իր ներքին ջրահեռացման ցանցով, ջրամատակարարման այսօր գիտեք արդեն վերականգնված ցանցով, գոյուղացված, ասֆալտապատված, բարեկարգված սպորտհրապարակով եւ բարեկոմնական մթնոլորտով ամենակարևորը։ Ես հիմա զգում եմ դա։ Ես զգում եմ, ասենք, ես երբ որ քայլում եմ, ասենք, առավոտյան, երբ որ դուրս եմ գալի թաղամասերում քայլում, մարդ երբ որ շնորհակալություն անում, ես այդ օրը ոգեորված հանգիստ հասկանում ինչի համար։ Շատ դժվար է շնորհակալություն ադնել միջալուց ասեմ ձեզ, քան որ 1000 հոգսեր ունեն մարդիկ։ Կենցաղային հարցեր ունեն, ընտանեկան խնդիրներ ունեն, տես չի էլի, որ ասենք որ օրինակ տեսեք մենք Նայիրյան փողոցի վերանորոգման աշխատանքների ժամանակ գնացինք ամբողջական վերանորոգման։
Չէ՞ տեսեք այդ կալպակները մյուսը տեղադրելու։ Հիմա այս տարի ապրիլի 24-ի մինչև ապրիլի 24 նախապատրաստում ենք վերջնական տեսքի բերենք մենք մեզ եղերն ուշազան։ Անցյալ տարի կեսն արեցինք, կեսն անենք վերջացնենք։ Ասենք քաղաքապետարանը անելու ամեն ինչ։ Հիմա ինձ ասում են եւ շատ լավ են ձեն ասում են քեզ համար շատ հեշտ է կամ որ ունես Սահակյան Համլետի պես տեղակալ առավոտից երեկոն փողոցներում։ Սահակյան Համլետի տեղը չգիտեին նախկին աշխատողները։ Սահակյան Համլետը Սևանում չէր ապրում։ Քաղաքապետի ղեկավարի ֆունկցիաներից մեկը նա որ ասեն կադրերին ճիշտ ընտրի, ինչ է պատահել։ Իհարկե շնորհակալ եմ այդ մարդու կողմից։ Հոգի է դնում, ցավ է ապրում։ Այս բաներ կա, որոնք որ բնակչությունը չի լսում ինչ են արում։ Հիմա մենք այսօր ցանցային շրջանի պետի հետ խորհրդակցություն ենք անցկացրել, արդեն 4 միկրոթաղամաս այն նախքին հիշում եք, լարերը որ ձգած լարերով վերանում է։ Բրծնում մի ամս հետո անջատում ենք, բրծնում ենք։ Քան որ արդեն մալուխները տարանք, նորմալ տեսք էին վերում։ Ինչի համար ենք այդ անում, որ վաղը բարեկարգելուց հետո չսենք դնենք նորից քանդել։ Քաղաքը պետք է ամբողջական տեսքի բերենք։ Այդ տեսքի բերելու համար եւ հնարավորությունը կա, եւ ֆինանսական միջոցները կա։ Միայն մի բան եմ ուզում ասեմ, որ դուք ուշադրություն դարձնեք։ Այս տարի ես գնացել եմ, ոնց ասեմ, այն ինչ որ ես մտադրված եմ Սևանում անել, այդ ամեն ինչը դրել եմ բյուջեում։ Եթե ուշադրություն եք դարձել, բյուջեն մոտավորապես բերի հասցրել ենք 700 միլիոն դրամի։ Ասենք դա ինչ նշանակում 420 միլիոն բյուջեն սարքեց 700 միլիոն դրամ։ Մարդիկ մտածում են, ասենք դա կլինի թե չի լինի։ Այսօր ես արդեն կարող եմ ասել, այսօր կառավարության 50 միլիոն եկավ, կգա 80-ը։ Մենք ստանանք հացամթերքների կոմբինատի մեր 200 միլիոնը, ընդհակառակը 700-ից ավել ենք անելու ենք, քանի որ քաղաքը դրա պահանջը ունի։ Մենք սեփական եկամուտները բերի հասցրել ենք 100% կատարողականի։ Էլի պետք է մտածենք ինչ անենք, ոնց անենք սեփական եկամուտներն ավելացնենք։ Ավելացնելու ճանապարհը հիմա ձեզ կարող եմ բաց տեքստով ասել, ներկայացնել ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ափի 530 հեկտար հողերը պետք է հետ վերադարձվի Սևան քաղաքին։ Սև իրավունք չունեն Սևան քաղաքի, բացի տեղական կառավարությունից ոչ մեկ իրավունք չունի կառուցապատման նպատակով հող տրամադրել։ Դա կլինի ազգային պարկը, թե ազգային պարկի խորհուրդը իրավունք չունի։ Դա սահմանադրական նորմա, որը մենք արդեն ստացել ենք պատասխաններ, որ մենք իրավացի ենք, ուղղակի տարվա կեսից չենք ուզում ուրիշ բաների մեջ մտնել, տարվա վերջում հաստատ համոզված ենք կառավարությունը հետ որոշումը հետագործնելու։ Դա մեզ կտա հնարավորություն մոտավորապես 120-150 միլիոն ավելացնել սեփական եկամուտները։ Իսկ կառուցապատված բարեկարգված քաղաքում ամեն տարի նոր 200 միլիոն բարեկարգում անելը բնականորեն տեսանելի է դառնում ազգաբնակչությանը։ Ասենք ասածս իմաստը ինչու՞մն է, մենք պետք է բրծենք փողոցները հիմնական երթևեկերի, անցնենք բակերի վերանորոգման աշխատանքներին։ Նորմալ կենցաղային պայմաններ ստեղծենք ժողովրդի համար։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Եվ վերջին հարցս 2016 թվականը թիմ ընտրությունների տարի է եւ կուզեի նաեւ ձեր կարծիքը այդ մասին, բնակիչներին էլ հետաքրքրում է այս ամեն ինչը եւ նաեւ ապագա Սևանը ինչպես եք պատկերացնում։ Ես սկզբից երկրորդ հարցից պատասխանեմ։ Հիմա տեսեք, գնում է շատ ծրագրային փոփոխություններ տեղական կառավարման մարմինների մեջ։ Տեսեք, ասենք փնջեր են ստեղծում, խմբեր են ստեղծում, Դիլիջան, Ջերմուկ, այս վերջում մենք քանակվիով։ Ես դեմ եմ նման միացումներին։ Սևանի ապագան է ստեղծում միասնական Սևանի։ Ես միշտ իմ ելույթներում ասել եմ, չկա Սևանցի։ Սևանցին նույն դդմաշենցինն է, նույն ծովագյուղցինն է, նույն վարսերցինն է, նույն նորաշենցինն է, մենք 10 գյուղերից եկել են քույրս տեղ ապրում, եղբայրը ապրում են դեպի մակարակ։ Ասեք Սևանը միասնական ուզենք թե չուզենք։ Սևան ես ինքս մարզպետ աշխատելով շատ լավ գիտեմ ամբողջ հոգեբանությունը եւ մենտալիտետը մեր մարզի։ Սևանցին տարբերում է բոլորից։ Այ այդքան որ ասում եք, նայեք դեմոգրաֆիկ պատկերը Սևանի երբ որ վերցնեք, նայեք կտեսնեք, մենք ունենք Մարտունից բնակիչներ, Վարդենիսից, Ճամբարակից, Գավառցան պաշտպանարարությունից, ճիշտ է։ Բայց ոչ միտեղ դուք չեք հանդիպի Սևանցի։ Ասենք Վարդենիսում դուք չեք հանդիպի Սևանցի, որ տեղափոխվել է բնակվելու։ Մարտունում դուք չեք հանդիպի, բացի մի հատ Ղուկասյան ունեք, որ ժամանակի ընթացքում գնացել աշխատանքը, ամուսնացել է Մարտունից։ Չկա տենց բան։ Սևանը դեմոգրաֆիկ պատկերով ավելի ժողովրդավական հասկանալի ասենք եւ շատ ճիշտ է աշխարհական դիրքներ է տենց Սևանի։ Դրա համար Սևանը պատկասում է միասնական։ Քան որ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն անմոռ խոշորացում պարտադիր է, ես էլ եմ համաձայն պարտադիր, բայց խոշորացումը նման տեսքով համաձայն չեմ։ Այդ նախկին շրջանների տեսքով։ Երբ որ լինի նախկին շրջանների տեսքով, ոչ մի խնդրեմ չկա։ Համայնքները մնում են համայնքներ, նույնպես իրանց ավականիով, իրանց խորհրդով, իրանք տեղական բյուջեն են ձևավորում, տեղական турքեր են ավակակրում, Հանրապետության ֆեդերալ կառույցից եկած դոտացիաները գալիս է շրջանային խորհուրդ հասկացողություն, շրջանային խորհուրդը համեմատորեն սկսում է ֆինանսավորել մնացածին։
Ասենք ինչ է ասած ես իմաստել։ Եթե տենց լինի, ասենք Նորաշենը բնական է, մանկապարտեզ չի կարող փայլ եւ չի կարող ունենալ, ոչ այդքան երեխա կա, ոչ այդքան ծասեր կա։ Բայց Նորաշենի 10 երեխան մեղավոր չի, որ 100 չեն, կամ չկալով կայինը։ Ասենք այ շրջանային խորհուրդ հասկացողության ժամանակ մանկապարտեզի փոխարեն մի հատ ավտոբուս են ունենում, կամ մի հատ միկրոավտոբուս են ունենում։ Նորաշենի չկալով կա երեխան Լճաշենի մանկապարտեզը հաճախում։ Առավոտը բերում են մանկապարտեզ, իրիկունը տարանտուն։ Նորաշենի չկալով կա երեխան, Լճաշենի երեխան Սևանի երաշտական դպրոցը հաճախում։ Նույն երեխաները հաճախում են Սևանի մարզա դպրոց, նրանք գեղարվեստի դպրոց չեն կարող, չէ՞ մենք բոլոր գյուղերի մեջ ունենք։ Պետությունը այդ ֆինանսերը տալիս է, կոպեկներով գալիս է այնտեղ, բայց ուրիշ նպատակների համար է ծախսում։ Այս կենտրոնացման ես լրիվ կողմ եմ շրջանային հասկացողությանը։ Եվ մենք մոտակա օրերս, այսինքն այդ առաջարկությունը արել եմ համայնքների խորհրդին մեր, մոտակա օրերս գրավոր ենք ներկայացնելու։ Եթե սա պիլոտնի ծրագիր է, որը դրել են ասենք այդ երեքը, նա դեռ շրջանային խորհրդ հասկացողությունը պիլոտնի ծրագիր տեսնենք, որը կյանքում կարդարացնի իրան, դրանով գնանք։ Ես համոզված եմ վերջի գալու շրջաններին։ Մի քիչ վախում են շրջան հասկացողությունը, շրջան անունը ստալը մտածում են կոմունիստներ հետ են գալի, չէ, ընդհակառակը։ Շրջան տերմինը հենց ինքը ամբողջական է, լիքն է, էլի, հասկանա, ես փունջն չեմ հասկանում, ինչ է նշանակում, օրինակ այդ մոդելից ես բան չեմ հասկանում։ Ոնց պետք է աշխատեն, էլի։ Ասենք ոնց կարելի ասենք, հիմա ասենք այդ մոդելի դեպքում Լճաշենը 5500 ազգաբնակություն ունի։ Մի հատ մարդես նշանակում ունի, որ ինչ անի այդ Լճաշենը։ Կամ ծովագյուղում ինչ անի։ Ընդհակառակը Լճաշենը յատեղը պետք է մնա ծովագյուղում, յատեղը դդմաշենը, յատեղը։ Ուղղակի այն ֆունկցիաները, որոնք պատվիրակված լիազորություն են պետության կողմից, տրվում է շրջանին։ Այդ դեպքում մենք ունենք նորմալ առողջապահական համակարգ, նորմալ կրթական համակարգ, անմիջապես տեղից սկսի ղեկավարվելը։ Այս է իմ տեսակետն է։ Իսկ ինչ վերաբերում է 2016 թվական տեղական կառավարման մարմինների ընտրություններին։ Այո, մասնակցել եմ ընտրություններին, համոզված եմ, որ կուսակցությունը նույնպես երաշխավորել է, քան որ ես իմ ոնց ասեմ, աշխատանքով կարողացել եմ ապացուցել, հիմնավորել, խնդիրները հանել եւ լուծել։ Ես մենակ խնդիրներ կասնող չեմ եղել։ Բացի դա, ես շնորհակալություն եմ հայտնում Սևան քաղաքի ազգաբնակությունից, որոնք որ համապետական ընտրություններում դրսևորեցին մեծ ակտիվություն եւ ցույց տվեցին ինչ են ուզում։ Իրականում համոզված եմ, որ ասենք էլ մնացած այդ պատահականությունները կամաց շարքից պետք է դուրս գային, իհարկե դուրս գային։ Եվ մենք նոր սահմանադրություն ընդունելով մտել ենք մի նոր փուլ, որտեղ ուզում եմ որ բոլորը ճիշտ հասկանան։ Այս փուլի ասած հասկացողությունը Հանրապետության նախագահն է շեշտադրումն անդադանում է, հիմնական նպատակը որակական ցուցանիշերի ապահովումն է։ Կուսակցության անդամ պետք է լինի որակով։ Կուսակցության անդամ պետք է հասկանա կուսակցության կանոնադրությունն ինչ է, կուսակցության գաղափարախոսությունն ինչ է։ Չի կարելի քանակականի վրա գրալ, այդ ժամանակներն անցան ուզում ասեմ, բրծավ այդ ժամանակները։ Մարդը երբ որ գալիս ասենք ուզում է տեղական կառավարման ղեկավար, կենսագրություն պետք է ունենա։ Էլի այդ ժամանակներն անցան, բրծան հասկանալի, ասենք, սա պետք է մենք ճիշտ կրավ։ Իհարկե ժամանակին կգան աճած երիտասարդներ, մյուսները կսեն փոխարել։ Բայց առայժմ ես գործ ունեմ անելու քաղաքում եւ ես նպատակը դրված եմ անպայման առաջադրվելու։